Ես Ադրբեջանը սիչ Ադրբեջանցին Երևանում տաքսի չի վարում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին հիվանդանոցում ոստիկանները բռնի ուժով չեն տանում։ Երևանում էլ չի նախատեսվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ LGBT համայնքի շքերթ անցկացնել։ Մանիպուլացնող կեղծ լուրերի նոր խմբաքանակը ամփոփեց հունվարի վերջին շաբաթը։ Այս լուսանկարը համացանցում տարածվում է հունվարի 26-ից։ Իբր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ոստիկանները հիվանդանոցում թույլ չեն տալիս սուրբ հաղորդություն ստանալ։ Բռնի ուժով տեղափոխում են։ Մեծ ջանք ու համացանցային շատ գիտելիք, սակայն պետք չէ պարզելու, որ լուսանկարը արհեստական բանականությունն է ստեղծել։ Ստեղծողն էլ սխալները ստուգել, ուղղել ու ջանք չի թափել։ Սկսած արհեստական բանականության ամենատարածված սխալից, ձեռքերի անհամապատասխանությունից, մինչև ոստիկանի համազգեստ, դրոշ, իբր հիվանդանոցում էլ մահճակալները միջանցքում են, միջանցքի վերջում էլ կա խորան։ Արդիկ շատ միակողմանի հայացքներ ունեն եւ ուզում են տեսնել այն ինչ որ իրենց հայացքներին համապատասխանում է։ Երբ որ ԱԲ-ով ստեղծված կոնտենտը իրենց ուզածով է, նույնիսկ շատ վատ սարքած, մարդ մեկը ուզում է նրան հավատա, որովհետեւ իր սրտով է։ Ժամանակագրորեն առաջինը հրապարակել է Աննա Օգանեզովա անունով կեղծ օգտատերը, ապա այն տարածեցին այլ օգտատերեր էլ ու դեռ տարածում են։ Չնայած ոչ միայն փաստեր ստուգող հարթակներն են նշել, որ լուսանկարը սարքված է AI գործիքով, այլև հենց իրենց տարածած հրապարակումների տակ են մեկնաբանություն գրել։ Շատ դեպքերում դա միտումնավոր է, հա, մարդ հստակ գիտի, որ ինքը կեղծիք է տարածում, բայց տարածումը ինչքան ուզում ես տակը գրի գլուխ պատով տուր, ինքը մեկը տարածելու է։ Կան դեպքեր, երբ որ մարդ ենթադրենք սխալվել է, տարածել է։ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ AI գործիքներով ստեղծված բովանդակությունը այսօր օգտագործվում է մեծ քանակությամբ։ Զեղծարարները շատ ավելի ակտիվ են օգտագործում, քան զեղծարարության դեմ պայքարողները, այսպես ասեմ։ Բայց բացի նրանից, որ միտումնավոր է այդ ամեն ինչ օգտագործում, շատ հաճախ մարդիկ խափնվում են, որովհետև օրինակ լրատվամիջոցը լուսանկար չունի ինչ-որ դեպքի հետ կապված, իլյուստրատիվ նկար է սարքում, մարդիկ դա անցալում են որպես ռեալ։ Լրատվամիջոցներն են, նույնիսկ նորմալ լրատվամիջոցները հաճախ չունեն հստակ քաղաքականություն, թե ԱԲ-ն երբ օգտագործեն, երբ չօգտագործեն, նշեն դա թե չէ, նույնիսկ տենց լուրջ քննարկումներ կան, որ ինտերնետում ԱԲ-ով ստեղծված կոնտենտը ավելի շատ է, քան իրականը, նույնիսկ արդեն խոսքը գնում, որ իրական էլ համարյա չի էլ մնացել։ Հունվարի 29-ից այս լուսանկարի աղմուկը ստվերեց ադրբեջանցի տաքսու վարորդի մասին լուրը։ ՖԻՊ փաստերի ստուգման հարտակի ձեռքի տակ հայտնված տեսաձայնագրություններից պարզ է դառնում, որ վարորդը նաև ուղևորին է նշել, որ ադրբեջանցի չէ, բայց ուղևորը միևնույն է նրան հորդորել է վերադառնալ Ադրբեջան։ А ты уходи в Азербайджан. Какой Азербайджан? Если Что? неправильно говорю, я не Азербайджан. Вот это паспорт, я гражданин Туркменистан. Это ваше право. Սա էլ վարորդական իրավունքը։ Հանձնագիրը ես Թուրքմենստանի քաղաքացի եմ։ Պատմում է, մեկ տարին կլրանա, որ Հայաստանում է, վարձել է մեքենան, տաքսի է վարում, առաքումներ անում, որական մինչև 25 հասցե է գնում։ Երբեք իրեն ադրբեջանցու հետ չէին շփոթել, նման խնդիր չէր եղել։ У меня друзья есть, туркмен много есть. Այստեղ շատ թուրքմեն ընկերներ ունեմ, նախկինում էլ Ռուսաստանում էի տաքսի վարում։ Հայաստանում իրեն լավ է զգում, վատ, սառը վերաբերմունք երբեք չէր տեսել։ Թուրքմենստանում կինն ու 3 երեխան են, իմացել են դեպքի մասին, էլի բարեկամներ, ընկերներ անընդհատ զանգում են։ Հիմա էլ դեռ չի հասկանում, թե ինչու ուղևորը չլսեց, չհավատաց իր ասածին։ Իսկ սա ամենաթարմ կեղծիքն է, հունվարի 31-ին է հրապարակվել։ Իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում LGBT համայնքի շքերթի անցկացմանը։ Պրոկրեմլյան թուրք լրագրող Օքայ Դեփրեմի կեղծ լուրը այս անգամ էլ Չինաստանի գլոբալ հեռուստատեսության ցանցի պետական մեդիա հարթակի թուրքալեզու ծառայությունում է հրապարակված։ Օքայ Դեփրեմը պրոկրեմլյան այն թուրք լրագրողն է, որը նաև հրապարակել էր, թե իբր Հայաստանում 10 նոր մզկիթ է կառուցվելու։ Իբր թուրքական ընկերություն մուտք գործելու Հայաստանի էներգետիկ ոլորտ եւ այլն։ Ու ինչպես նախորդ դեպքերում այս անգամ էլ առանց որևէ աղբյուր ներկայացնելու նշում է, որ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արևմտյան աշխարհից նոր լրացուցիչ միավոր ստանալու նպատակով դրական է վերաբերվում շարժման օրինականացմանը եւ դրա հանրայնացմանը։ Հիմնականում այս պահին այս ամեն ինչը նախընտրական պիտակն ունի, հա, տարբեր թեմաներ կարող են լինել,
որովհետև նախընտրական փուլում բոլորը միայն քարոզչությամբ չեն զբաղվում, այլ գտնում են հակառակորդի թույլ կետերը ու սկսում են նրան խփել։ Տեսնում ենք, որ նաև արտաքին գործոններ կան, այսինքն մի շարք երկրներ Հայաստանի դեմ իրականացնում են նաև մանիպուլատիվ արշավներ։ Դե գիտեք, առաջատարը Հայաստանի դեմ աշխատող միշտ եղել է Ադրբեջանը, շատ դեպքերում նաև Թուրքիայի հետ համադրված։ Այս պահին կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը ավելի ակտիվ է Հայաստանում աշխատում։ Այսպիսի գուցե ավելի սուր, ավելի անհավանական նոր խմբականակներ էլի են լինելու։ Սամվել Մարտիրոսյանի անձնական դիտարկմամբ հասարակության մեծ մասը, եթե որևէ կողմի քարոզիչ չէ, հստակ ընդգծված քաղաքական կողմնորոշմամբ, ապա այսպիսի լուրերին էլ միանշանակ չի վերաբերվում։ Չի համապատասխանում իրականությանը, տարածված վերջին կեղծիկին արձագանքում են վարչապետի աշխատակազմից, շեշտում նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը գործընթացներին ընդառաջ։ Թուրքմեն վարորդն էլ հույս ունի այս նկարահանումից հետո գոնե այլևս իր անունը նկարը որպես ադրբեջանցի չեն շրջանառի համացանցում։ Միջադեպից մի քիչ վախեցել է, դեռ անհարմար է իրեն զգում։ Երկար խոսել չկարողացանք, շտապում էր հաջորդ պատվերին։ Իրինամ Կրչյան, Հովանես Քյուրքչյան, լուրեր։